Սիրելիները, շարունակության մեջ նախորդ տեսանյութի հետ կավելացնեմ, որ վերջին ժամանակներում շատ եկեղեցիներ, թե բողոքական, թե ընդհանրական աշխարհի մասշտաբով սիրելիներս կմիանան, որովհետև վերջին հալածանքների, չարչարանքների սիրելիներս եւ սպանությունների մեջ հատկապես սատանիստների կողմից սիրելիներս, որոնք աշխարհում տեղի ունենում, անհավատ միջավայրերում հիմնականում կմիանան սիրելիներս շատերը, որտեղ այդ միացությունները կան, թե ասենք հայ առաքելական եկեղեցին Հայաստանում, ավետարանական եկեղեցին, կյանքի խոսք եկեղեցիներս, երկուսն էլ ընդունելի են Աստծուն, բայց սիրելիներս քննադատությունները կան։ Ես ինձ չեմ համարում ոչ ավետարանական, ոչ հայ առաքելական, ոչ ընդհանրական, ոչ կաթոլիկ, ոչ ռուս ուղղափառ, ոչ էլ ինչ-որ սիրելիներս։ Ես Քրիստոսի հետևորդն եմ։ Եթե ուզում եք իմանալ, ես որ եկեղեցին եմ, Քրիստոսի հետևորդ, որովհետև Հիսուս Քրիստոսը բաժանված չէ, սիրելիներս, ինչպես Պողոս առաքյալն է գրել, որ դուք թղթերում գրել է, չէ, Կորինթացիներին, որ դուք բաժանում եք Հիսուս Քրիստոսին, ասում եք մեկը Պողոսական է, մեկը ապողոսական է։ Սիրելիներս, կան մարդկային կոչումներ, մարդու կողմից շնորհած անուններ եկեղեցու հետ կապված, որ մարդու սիրելիներս նախընտրությունն է, այսինքն մի գաղափար, որ մարդու գաղափարը կցում են իր հետ եւ այդպես առաջանում է քրիստոնեական ճյուղ, սիրելիներս, նախ եւ առաջ արմատին չեն պահում ճյուղերը, արմատն է ճյուղերին պահում, միշտ հիշեք, Քրիստոսի հետևորդները նրանք են, սիրելիներս, որոնք հավատում են, որ Հիսուս Քրիստոսը մեր Աստվածը, Աստծո որդին, մարդու որդին, սիրելիներս, Սուրբ Յոթության մեկ մասնիկը, եւ ով դավանում է, արդեն իսկ Աստծո հետ է Հիսուս Քրիստոսյանով, սիրելիներս, բոլորն էլ իր դերը կատարում են։ Իհարկե բողոքականները ստեղծվել են այն ժամանակ, երբ որ ընդհանրականները շեղվել էին եւ չէին թողում հասարակ մարդկանց հոգեվոր գրականություն կարդալ, հարկմանություն, Մարտին Լյութերի ժամանակներից սկսած իհարկե, ու դրանց առաջ էլ շատ ժամանակ, սիրելիներս, սատանան ամեն տեղ իր թաթը մտցրել է, սիրելիներս, ասենց ասեմ, ավելի պարզ, եւ այդ վտանգը կա, եւ դուք կարող եք փրկվել ընդամենը ի վերուս ծնված լինելով, հավատալով, որ կա հավիտենական կյանք, Աստծո խոսքը վարժ կարդալով, սիրելիներս։